Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ժողովուրդ ջան, շատ ծավալուն հարց եք տալի մեկ նախադասության մեջ, բայց ես կփորձեմ դրան ընդգրկում պատասխանել ելի կարճ նախադասությամբ առանց մասնագիտական ինչ-որ շերտերի մեջ խորանալու։ Ի սկզբանե այն ինչ որ սկսվեց եւ այն ինչ որ կատարվում է մեր 34 տարվա պետության մեջ, հա, նոր անկախ պետության մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետության, նման առիթ եւ նման իրավիճակում ոչ մեկս չենք հայտնվել եւ գնալ նման քայլերի եւ հայտարարել, որ ճանապարհին դեպի նպատակ գնալուց որևէ ռիսկից մենք կարող ենք զերծ լինել, դա առնվազն պատեհապաշտություն կլինի, բայց ես որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ եւ առաջիկա ժամանակահատվածում ինչքան որ կաշխատեմ այդ պաշտոնում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ ինչ որ այդպիսի վայրի վերումների տուրբուլենտ ռեժիմների մեջ չընկնի երկիրը եւ եթե ես տեսնեի դրա, այսպես ասած, ռեալ հավանականությունը, ես ինքս էլ վերապահումով կմոտենայի այս հարցին եւ նման լուծումների չէի գնա ինքս իմ որոշման մեջ այսօր, բայց դրա հավանականությունը կա, բայց հավանականության տոկոսը համարում եմ կառավարելի ռիսկ։ Դա այլ հարց է, կանդրադառնամ դրան։ Այսինքն ես մի քիչ լավ չընկալեցի, որ մտավախություն չունեմ, որ ոլորտում քաոս սկսվելը ինչով պետք է պայմանավորված լինի, նախ դա պետք է հասկանանք, եթե տեխնիկական խնդիրներ պետք է առաջանան, ես այդ մասով խնդրին արդեն պատասխանեցի հարցին, որ այդ ռիսկերը ես կառավարելի եմ համարում եւ բարեբախտաբար արդեն ըստ էության 4 ամիս է ճիշտ է դեռ հեծը գործում էր իր նախկին լիցենզիայի ուժով, բայց կառավարիչի ինստիտուտը ներդրված էր եւ այս 4 ամիսների ընթացքում որևէ մեկը չի կարող ֆիքսել կամ ապացուցել, որ այդ տեսեք նոր կառավարիչի նշանակմամբ հեծը ավելի վատ վիճակում հայտնվեց, մատակարարման եւ որակը կամ սպասարկման որակը ավելի է վատացել, բայց քավլիցի աչքով չտանք, պետք է շարունակենք այդ տեմպը պահել եւ ավելի լավացնել, իսկ արդեն պատասխանատվության, քրեական պատասխանատվության ենթարկվել չենթարկվելու վերաբերյալ ես հետեւյալ ընդամենը կարող եմ ասել, որ առաջին օրվանից լրագրողները ինձ այդ նմանատիպ հարցեր ուղղել են եւ ես միանշանակ ասել եմ, որ առաջին հերթին ես գործել եմ իմ խղճի ներքո եւ իմ համոզմունքներից ելնելով, եթե ես չտեսնեի, որ կա օբյեկտիվ եւ սուր խնդիրներ այդ համակարգում, բնականաբար ինքնանպատակ որևէ նպատակ հայլի հաճախ ինձ մեղադրում են եւ լրատվական միջոցները եւ տարբեր կողմեր քաղաքական պատվեր կատարելու մեջ, քիչ հետո կանդրադառնամ նաեւ հանձնաժողովի անկախության բանը կասկածի տակ դնելու հարցին, նրանք ովքեր որ ճանաչում են ինձ, ծանոթ են իմ կենսագրությանը, շատ արագ եւ ովքեր էլ որ ծանոթ չեն կարող են ծանոթանալ, ես իմ կենսագրության տարբեր փուլերում բազմաթիվ տենց հարցերում կարողացել եմ սկզբունքայնություն դրսևորել եւ ոչ միշտ է որ իմ սկզբունքայնությունը համընկել է այդ օրվա իշխանության կամ պետական կառավարման համակարգի վեկտորի ուղղության հետ։ Հետևաբար ես կաշկանդված չեմ եղել երբեք իմ տեսակետը առաջ տանելու այնպես, ինչպես ես եմ մտածում, իսկ հեծի դեպքում այդ նույն տրամաբանությամբ եմ գործել եւ տեսել եմ այնտեղ խնդիրներ, հետեւաբար այդ խնդիրներից ելնելով է եղել իմ գործունեությունը։
Անդրադառնամ միանգամից սպասվող այն հարցին, որ ՀՑԿՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անկախության աստիճանը նվազեցվել է այս նոր էներգետիկայի մասին նոր օրենքի փոփոխությամբ եւ հանրային ծառայողի մասին օրենքի փոփոխությամբ, դա իրապես այդպես չէ, որովհետեւ օրենքով ինձ տրվել է վարույթ հարուցելու իրավասություն, բայց ինչպես տեսակ, կոլեգիալ մարմինը շարունակում է գործել եւ այսօրվա նիստը ամփոփվեց կոլեգիալության սկզբունքով, որովհետեւ այսօր այս որոշումը չէինք ունենա, եթե չքվեարկեին հանձնաժողովի մնացած անդամները։ Անկամ դուք ականատես եղաք, որ հանձնաժողովի մեկ անդամ դեմ քվեարկեց իր համապատասխան դիրքորոշմամբ։ Հետևաբար խոսել ժողովրդավարության անկման, խոսել հանձնաժողովի անկախության աստիճանի նվազեցման, խոսել քաղաքական պատվերներ կատարելու մասին, դա առնվազն ես համարում եմ սխալ դիտարկում։ Պարոն Մեսրոպյան, կներեք, դուք հենց նոր